Բարև ձեզ բարեկամներ, դուք դիտում եք Ամեքրոսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է պատմաբան Հույդա անդամ Բագրատ Եսայանը, շնորհակալություն Բագրատ։ Կա ինչ-որ դինամիկա ապրիլի 24-ը նշելու Սփյուռքում, այստեղ 65 թվականից սկսած եւ այստեղ 25 տարվա ընթացքում։ Ես կարծում եմ ակնհայտ է դինամիկան, նախ ապրիլ 24-ը 65 տարի մինչև 65 թվականը, 50 տարի մինչև 65 թվականը նշվել է միայն Սփյուռքի հայկական գաղթօջախներում եւ միայն 65 թվականից հետո, երբ որ ժողովուրդը դուրս եկավ Երևանի փողոցներ եւ ցույց տվեց իշխանություններին, որ չնայած անցած տասնամյակներին հիշողությունը թարմ է, այն ժամանակ սովետական նույնիսկ կոմունիստական իշխանությունները նախաձեռնեցին հուշակոթողի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը եւ դրանից հետո մոտ 20 տարի մինչև 88 թվականը, եթե հիշում եք, դա ՍՔՕ քայլերթ էր վերջին տարիներին, խորհրդային միության վերջին տարիներին նույնիսկ կիսաարգելված, որովհետեւ նախհանգստյան օր չէր, հիշատակի օր չէր հայտարարված եւ բոլորը ստիպված կամ դասերից կամ աշխատանքից դուրս էին գալիս, որպեսզի այցելեին։ Բնականաբար 88 թվականից հետո իրավիճակը մի փոքր փոխվեց, բայց անկախության առաջին տարիներին, եթե հիշում եք, այցելուները կամ հիշատակողները այդքան էլ շատ չէին, որովհետև պետական քաղաքականությունը կարծես այլ բան էր թելադրում ժողովրդին, սակայն 98 թվականից հետո, երբ պետական մակարդակով 15 թվականի ցեղասպանության ճանաչումը եւ պահանջատիրությունը բարձրացվեց նաեւ պետական քաղաքականության աստիճանի եւ հատկապես 2015 թվականին 100-րդ տարելիցի առիթով հրապարակված հռչակագրին համահունչ այսօր կարծես իրավիճակը 100%-ով փոխված է, կարելի է սահմանագիծ համարել 100-րդ տարելիցը, որովհետև դրանից հետո նախ եկեղեցական արարողակարգով սրբադասվեցին բոլոր զոհերը եւ դա արդեն ոչ թե ՍՔՕ քայլերթ էր կամ հիշատակի օրեր, այլ ոգեկոչման օրեր եւ արձագանքն էլ կարծես վերջին մի քանի տարիների ընթացքում նույնիսկ ջահերով երթի էությունն է կարծես փոխվել, ավելի պահանջատեր, ավելի հատուցմանը հետևող երիտասարդություն մենք ունենք այսօր ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող։ Պայքար ցեղասպանությունը ճանաչելու համար ինչպես է այն ընթանում եւ արդյոք այդ պայքարը պետք է շարունակվի։ Նայեք, միայն ճանաչումը, ինքնին ճանաչումը ոչինչ չի տալիս, որ դրա համար է այսօր նաեւ հատուցման խնդիր դրվում եւ փաստորեն փորձ է արվում մեր պահանջատիրության ուրեմն մոտեցմանը, պահանջատիրական մոտեցմանը նաև իրավական հիմք տալ, ինչ ենք մենք պահանջում այսօրվա Թուրքիայից, ինչ իրավական հիմքեր կան դրա համար, նաև հողային պահանջներ, եթե ներկայացվելու են, ինչպիսի իրավական հիմքեր կան դրա համար։ Այդ աշխատանքները այսօր ընթացքի մեջ են եւ ասեմ, որ ճանաչումը առանց հատուցման իհարկե չասեմ անիմաստ է, որովհետև միայն ճանաչումը ինքն էլ կանխարգելման ուղղված շատ հզոր քայլ է եւ կարծում եմ այն հսկայական աշխատանքը, որ տասնամյակներ շարունակ Սփյուռքում կազմակերպվել էր եւ բազմաթիվ պետություններ ճանաչել էին հայոց ցեղասպանությունը իր արդյունքները տվեց նաեւ չկրկնվելու կամ թույլ չտալու առումով հետագա ցեղասպանություններ եւ դա է նաև պատճառը, որ մենք այսօր քիչ թե շատ մեր պետականությունը ավելի ժողովրդի մեջ ֆիզիկական անվտանգության հոգեբանությունը ավելի արմատացած է։ Իսկ ինչպես է վերաբերում ցեղասպանությունը ժխտելու քրեականացմանը։ Շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև իսկապես, այսինքն երբ որ ակնհայտ է եւ պետությունը, որևէ պետություն ճանաչում է ցեղասպանությունը, ես
միգուցե զուգահեռ անցկացնեմ, որը շատ կոռեկտ չէ, բայց եթե մարդասպանը դատարանով դատապարտվում է մարդ սպանելու համար եւ բոլորի համար ակնհայտ է, որ նա սպանել է այդ մարդուն, դրանից հետո նրա կողմից անընդհատ հերքելը, որ ես մարդ չեմ սպանել, չնայած բավարար չափով ապացույցներին, եթե դա թույլ տրվի, եթե դա ուղղակի ասվի լավ, մոռացանք, որ նա մարդ է սպանել եւ ինքն էլ անընդհատ կրկնի, որ չէ, չեմ սպանել, մի օր էլ կարող է ոմանց համար կասկածի տակ դրվել, իսկապես նա մարդ սպանել է, թե չի սպանել։ Ես կարծում եմ, որ զուգահեռ է իհարկե մի քիչ սենց ասենք այսօրվա կյանքից վերցրած կարող է թվալ, բայց զուգահեռը կյանքի իրավունք ունի, որովհետև նույն ցեղասպանության ժխտումը ինչի կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների կամ ցեղասպանության կրկնության։ Այս առումով ես կարծում եմ, որ պետությունները հետևողական եւ դաշնակցությունը, երբ որ պահանջում է նաեւ քրեականացումը, իսկապես սա կանխարգելման ուղղված ամենաազդու միջոցն է։ Օրինակ ես Շվեյցարիայում հոլոկոստը չճանաչելը քրեականացված է, չէ՞։ Ես գնում եմ Շվեյցարիա եւ ասում եմ հոլոկոստ չի եղել, ես պետք է նստեմ դրա համար։ Ես կարծում եմ առնվազն քրեական հետապնդում պետք է իրականացվի, այլապես խոսքի ազատության անվան տակ հնարավոր է ամեն ինչ։ Հնարավոր է նույնիսկ հաստատումներ, որ հրեաները իրենք են իրենց ցեղասպանության ենթարկել, այդպիսի բաներ են ասվում։ Հնարավոր է ասվի, որ հրեաներն են, ասենք, նացիստներին ցեղասպանության ենթարկել, այդ պատճառով ինչ որ մարդիկ զոհվել են, ինչը նույնը կատարվում է հայերի դեպքում։ Թուրքական պետությունը այսօր ասում է, որ հայերն են սպանել 100,000-ավոր թուրքերի, որ հայերն են պատճառ եղել ողբերգական դեպքերի եւ այլն։ Ուրեմն սա թույլ չտալու համար, ուղղակի թույլ չտալու եւ պատմության կեղծարարություն թույլ չտալու համար, որը հղի է ապագայում, որովհետեւ նայեք անընդհատ ասվում է, եթե դու չգիտես քո անցյալը, դու չես կարող ունենալ ապագա։ Ուրեմն, եթե մարդկությունը չգիտի իր անցյալը, իր ապագան վտանգի տակ է։ Ապագայում կարող են նույն սխալները կրկնվել, նույն ողբերգությունները կրկնվել, ինչ որ եղել են անցյալում։ Այսքանով է կարևոր ցեղասպանության քրեականացումը ամբողջ աշխարհում։ Օրինակ, որ հայտարարվում է այսինչ նահանգը, Միացյալ Նահանգները, վերջերս Վայոմինգ նահանգը, հա, ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Մենք ուրախանում ենք դրանից, հիմք ունենք ուրախանալու։ Պատասխանը նույնն է։ Բնականաբար, եթե գնալով ավելի շատ պետություններ, 45 նահանգներ Միացյալ Նահանգների, եթե ճանաչում են եւ դատապարտում են ցեղասպանությունը, անում են համապատասխան քայլեր, իրենց դպրոցներում մտցնում են հայոց ցեղասպանության կամ այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրություն այդ տեսանկյունից ելնելով, եթե դպրոցական դասագրքերում դա կա, եթե բուհերում դա կա, դասավանդվում է, այս ամենը ուրեմն ուղղված է պատմության ճանաչմանը, պատմական դեպքերի ճանաչմանը եւ դա գրավականն է նրա, որ երեխաները, մատաղ սերունդը ճանաչելով, հասկանալով ինչ է կատարվել 1915 թվականին, այլևս թույլ չտան նման ոգով դաստիարակվի, որ ապագայում չի կարելի թույլ տալ նման երևույթներ ամբողջ աշխարհում, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհում։ Կա այսպիսի բան, որ մեր ցավը տարբեր պետություններ, տարբեր քաղաքական ուժեր աշխարհում օգտագործում են իրենց հաշիվները Թուրքիայի հետ մաքրելու։ Նույն Քնեսետը, հա, Իսրայելի, հենց որ վատանում են թուրքերի հետ, ասում են, հեսա մենք քննարկելու ենք ցեղասպանության։ Նույն Ֆրանսիան, Գերմանիան եւ մնացածն։ Կարող եք բերել մի դեպք, երբ որևէ պետություն գործում է հաշվի չառնելով իր շահը։ Եվ ոչ թե համամարտկային արժեքները եւ մնացածը։ Որևէ երկիր առաջին հերթին հաշվի է առնում իր շահը։ Եվ ցանկացած պետության դեպքում դա կվերաբերվի Ամերիկայի նման գերտերությանը, թե Հայաստանի նման փոքր պետությանը։ Ցանկացած երկիր ունի շահեր, ցանկացած երկիր կապակցված է հազարավոր թելերով եւ շահերով այլ պետությունների հետ եւ բնականաբար հարցերը երբ որ լուծվում են միջպետական հարաբերություններում հաշվի են առնում այդ բազմաթիվ շահերը ճանաչել չճանաչելը հիմա նույն ձևով չճանաչելն է օգտագործվում քանի որ Թուրքիայի հետ ունեն այլ հարաբերություններ այո երբ վատանում է երկրները նայում են տնտեսական ինչ կապեր կան, որ կարող են վերատեսության ենթարկվել նույն ձևով պատմական ինչպիսի երևույթներ կան,
որ համապատասխան գնահատականի դեպքում կարող են ուրեմն Թուրքիային առավելագույնս անկյուն մղել։ Ուրեմն որևէ մեկը թող չզարմանա կամ աշխարհ հայտնագործածի նման Էվրիկա չգոռա, որ վայ տեսեք, ասենք Ամերիկայի եւ Թուրքիայի հարաբերությունները մի փոքր վատացան, հարցը մտավ կոնգրես։ Չէ, այդպես չի։ Այդպես չի։ Այսինքն մենք դրանից չպետք է շատ վատ զգանք։ Եվ շատ բնական է, որ աշխարհը իր շահերի հավասարակշռության վրա է կառուցված եւ բնականաբար մենք պետք է ներկայացնենք մեր երկիրը այնպես կամ այնպես փորձենք միջազգային հարաբերությունների վրա ազդել, որ շատ ավելի շահեկան լինի հայկական ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, հատուցում պահանջելը Թուրքիայից, քան Թուրքիայի հետ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունները գերադասվեն պատմական իրականությունը ճանաչելուց կամ համամարտկային արժեքները։ Ամերիկայի մասին մենք այս օրերին սպասում ենք, հա, ամեն տարի սպասում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը կասի։ Այս տարի կարծես շատ էլ չենք սպասում։ Այս տարի չենք սպասում, էլի Թրամփը պետք է ավելի ուշ, մի քանի ժամից ինչ որ հայտարարություն անի։ Պետք է այ կասի ցեղասպանություն չի ասի, այդ կարևոր հարց է։ Կարևոր է հետևանքների առումով։ Ցեղասպանությունը ինքը զուտ բառ չի։ Ցեղասպանությունը ինքը տերմին է, նաև իրավական տերմին է, որը հետևանքներ է առաջացնում եւ իհարկե շատ կարեւոր է, որ աշխարհի միակ գերպետությունը, գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ բառը արտասանելով նաև իրենք գիտակցում են, չէ, որ ցեղասպանություն եթե ասում են, դա ունի նաև իրավական հետևանքներ, այսինքն նույն փոխհատուցման պահանջը շատ ավելի հիմնավորված կարելի է ներկայացնել միջազգային հանրությանը եւ միջազգային իրավական ատյաններին։ Ուրեմն կարևորությունը դրանով է հիմնավորվում եւ ոչ թե ուղղակի բառը լսելու པարզ ցանկությամբ, ինչպես հաճախ շատ պրիմիտիվ փորձում են մարդիկ ներկայացնել Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցերում։ Թուրքիայի մասին, թուրքական պետությունը անկախ նրանից թե ինչ իշխանություն է, լիբերալ, չգիտեմ, պրոամերիկյան, ազգայնական, Էրդողան, սուլթանատը, թե հանրապետությունը եւ այլն, նրա վերաբերմունքը հայկական հարցի նկատմամբ նույնն է եւ ակնկալել հնարավոր է թուրքական պետությունից, որ երբևէ նրանք կառերեսվեն իրենց պատմության հետ։ Գիտեք, պայքարը անընդհատ պետք է մղվի, որովհետեւ եթե պայքար չմղվի, երբ որ մարդը գալիս է, քո տունը գրավում է, քո ազգակիցներին կամ տնեցիներին սրի է քաշում եւ գրավում է քո 10 սենյականոց բնակարանի 9 սենյակները, հետո եթե դու չես պայքարում այդ սենյակները հետ բերելու համար, այլ մի քիչ փոխաբերական իմաստով եմ ասում, նշանակում է դու հաշտվում ես քո մեկ սենյակում ապրելու մտքի հետ։ Բնական է, որ Թուրքիան երբեք չի հաշտվելու այն մտքի հետ, որ ստիպված է լինելու առերեսվել իր պատմությանը, ստիպված է լինելու հատուցել ցեղասպանության վնասները հայ ժողովրդին հասցված կամ վերադարձնել այն հարստությունը, որ նա ստացել է հայերին ուղակի այդ տարածքներից կամ կյանքից զրկելու կամ տեղահանելու միջոցով այդ հարստություններին տիրանալուց։ Շատ բնական է սա։ Եվ նույնքան բնական պետք է լինի մեր շարունակական պայքարը այդ իրավունքներին տեր կանգնելու, այդ ամենը յետ բերելու հատուցում ստանալու համար։ Ինչու է Թուրքիայի համար հասարակության մի մասը շատ բնական է համարում, որ Թուրքիան լավ եղել է, հաշտվենք, անցնենք, պետքա բարի դրացիական հարաբերություններ հաստատել, ինչի բնական չի համարում անընդհատ պայքարի այն գաղափարը, որ դաշնակցությունն է ասում, հարատև պայքարի մեր իրավունքների վերականգնման համար։ Իմ կարծիքով որևէ հայ առաջին հերթին ավելի բնական պետք է համարեր երկրորդը, քան առաջինը։ Իհարկե ժամանակակից աշխարհում շատ կան նման չլուծված հարցեր, սկսած Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջև այդ 2-4 կղզիների, որ ընդամենը ժայռեր են, դրանց համար, դրանց նկատմամբ իրավունքներից վերջացրած Պակիստան եւ Հնդկաստան բավականին մեծ Քաշմիրի նահանգի նկատմամբ իրենց սուվերեն իրավունքները հաստատելու հարցում, բայց ես չեմ կարծում, որ բնականon հարաբերությունների հաստատումը կարելի է նույն հարթության մեջ դնել պատմական իրավունքներից եւ հատուցման պահանջից։
Դուք հիշատակեցիք 100-ամյակը եւ ընդունած հռչակագիրը, որտեղ ասվում են ոչ միայն ճանաչման, այլև հատուցման մասին։ Այդ ուղղությամբ ինչ է արվել 2 տարվա ընթացքում։ Ճիշտն ասած, պետական մակարդակով ես չգիտեմ, բայց գիտեմ, որ Դաշնակցությունը նախապատրաստում է իրավական հիմքերը, միջազգայնագետներ, ցեղասպանագետներ եւ այլ մասնագետներ աշխատում են մեր պահանջների իրավական հիմքերը ապահովելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, երբ որ արդեն կարծեմ մի քանի գրքի շնորհանդեսներ արդեն եղան, որտեղ այդ հիմնավորումները տրվում էին։ Կարծում եմ, երբ որ վերջնական կոնցեպտուալ առումով պատրաստ կլինեն փաստաթղթերը, մենք նաև գործնական քայլեր իրականատես կլինենք։ Օրամ առաջին կաթողիկոսը հանդես եկավ Սիսի կաթողիկոսության հարցով, հայցադիմումով, դուք ինչ որ հեռանկար տեսնում եք այս իրավական գործընթացի մեջ։ Սա եկեղեցու իրավունքների վերականգնման հարց է, որը բնականաբար կարող է գնալ, ես մի փոքր ավելի ձեռնպահ կմնայի գնահատելու անհատների պահանջները թուրքական պետությունից կամ ապահովագրական ընկերություններից, որ կարծես վերածվում է զուտ նյութական պահանջի, այսինքն մարդը մահացել է եւ չէ որ նրա կյանքը ապահովագրվել էր եւ ապահովագրական ընկերությունը փոխհատուցի։ Ուրեմն մի քանի մակարդակի վրա է գնում, առաջինը անհատական մակարդակի վրա, որի հարցում շատ վերապահ եմ, կարծում եմ Դաշնակցությունը եւս այս հարցում վերապահ է եւ իր վերապահությունը արտահայտել է։ Երկրորդը եկեղեցապատկան սեփականության վերադարձի պահանջը, որ դնում է Սիսի կաթողիկոսությունը, սա արդեն մտել է դատական ատյաններ, թուրքական դատական ատյաններ, չգիտեմ ինչքանով հեռանկար կա, բայց կարծում եմ սա օգտակար գործընթաց է, որովհետև հայ առաքելական եկեղեցին Թուրքիայի տարածքում 19-րդ դարի 60-ական թվականներից օժտված էր որոշակի իրավունքներով եւ այդ իրավունքներն են, որ հենց թուրքական սահմանադրությամբ, Օսմանյան սահմանադրությամբ խախտվել են եւ այդ իրավունքների վերականգնման մասին է խոսքը եւ երրորդ մակարդակը ընդհանրապես ազգային պահանջատիրությունն է, ընդհանրապես հայ ազգին հասցված վնասները եւ դրա փոխհատուցման հարցը։ Այդ պահանջատիրությունը պետական մակարդակով ինչպես եք դուք պատկերացնում։ Արդեն ասացի, եթե մենք 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունել ենք հռչակագիրը, որտեղ հստակ գրված է, որ դրվում է հատուցման պահանջ, հետագայում ես կարծում եմ, որ պետությունը ինքը արդեն նախապատրաստելով իրավական հիմքերը գործընթացին պետք է որոշակի հունավորում տա։ Դաշնակցությունը խիստ էր հայ-թուրքական արձանագրություններին եւ դրանք կարծես թե այլևս ակտուալ չեն։ Եթե նորից այդպիսի մի բան սկսվի, այդպիսի մի գործընթաց սկսվի, ենթադրենք, չնայած կասկածում եք, որ Էրդողանը ժամանակ սկսվի, դուք նորից դեմ կլինեք։ Բնականաբար մենք դեմ ենք եղել եւ դա է եղել հիմնական պատճառը, որ մենք 2009 թվականին դուրս ենք եկել կառավարության կազմից, թողել ենք նախարարական եւ այլ պաշտոններ եւ միայն այն հայտարարություններից հետո, որ այդ արձանագրությունները այլևս ակտուալ չեն եւ դրվել է դրանց հետ կանչման հարցը եւ գիտեք հանրապետության նախագահը հստակ ասել է, որ մինչեւ իր երկրորդ ժամկետի ավարտը արձանագրությունները հետ կկանչի ազգային ժողովից բնականաբար մենք այս հայտարարությունների վրա հիմնվելով նորից մաս ենք կազմել պայմանագրային հիմքով 1 տարի առաջ մաս կազմեցինք եւ հիմա բանակցությունները գնում են, որ նաեւ մաս կկազմենք։ Բնականաբար, եթե նորից ակտուալ դառնան արձանագրությունները, այսինքն գործընթացը այդ մեռելացին արձանագրությունների ստորագրման գործընթացը նորից ընթացքի մեջ դրվի, կարծում եմ Դաշնակցության վերաբերմունքը նույնը կլինի։ Իսկ եթե ոչ արձանագրություններ, այլ ենթադրենք, հա, Հայաստանն ու Թուրքիան հայտարարում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին առանց որևէ նախապայմանի, դուք դեմ կլինեք դրան։ Բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ, ես արդեն օրինակը բերեցի եւ Դաշնակցությունը 2009 թվականին էլ հենց արձանագրությունները ստորագրման պահին դեմ եղավ արձանագրություններին, ոչ թե այն պատճառով, որ Թուրքիայի հետ փորձ էր արվում նորմալացնել հարաբերությունները, ոչ թե դա էր պատճառը, այլ այն նախապայմանները, որոնք կային արձանագրությունների մեջ։ Եվ մենք հստակ դա արտահայտեցինք, հստակ ասացինք, որ մենք դեմ ենք արձանագրությունների մեջ ցեղասպանության հարցով միջկառավարական կամ
հասարակական հանձնաժողովի առաջացմանը, որը պետք է ուսումնասիրի այդ 2015 թվականի իրադարձությունների հետ կապված հարցերը։ Այսինքն սրանք արդեն նախապայմաններ էին, եթե ուղղակի արձանագրվեր, որ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ եւ սկսվում է process սահմանի ապաշրջափակման ուղղությամբ եւ սա պետք է արտահայտեր Թուրքիան, որովհետեւ Հայաստանի կողմից սահմանը չի փակվել, այսօր էլ բաց է։ Եթե նման հայտարարություն լիներ, Դաշնակցությունը բնականաբար դեմ չէր լինի եւ դա բազմիցս մենք հայտարարել ենք։ Թուրքիան երբեմն ասում է, որ այ մեր արխիվներում ամեն ինչ կա, եկեք ուսումնասիրենք, իսկապես կա, թե նրանք արդեն ոչնչացրել են արխիվները։ Բնականաբար ես չգիտեմ թուրքական արխիվներում եւ չեմ կարծում, որ հայ պատմաբաններից որևէ մեկը գիտի, թե ինչ կա թուրքական արխիվներում, սակայն այն արխիվները, որ այսօր կան հայ պատմաբանների տրամադրության տակ, դրանք գերմանական, Վատիկանի կամ այլ երկրների արխիվներն են, հստակ ցույց են տալիս, որ մեր մոտեցումը ցեղասպանություն եղել է թե չի եղել հարցի նկատմամբ բնականաբար գոյություն չունի եւ դրա չի հաստատվելու կամ հերքվելու թուրքական աղբյուրներով։ Աշխարհում բազմաթիվ աղբյուրներ, բազմաթիվ վկայություններ կամ թե պետական մակարդակով, թե անհատական մակարդակով, որոնք բազմիցս արդեն ներկայացվել են միջազգային հանրությանը, ուսումնասիրվել են հայ պատմաբանների կողմից եւ հարցը կասկածի տակ չի, ուրեմն թուրքական արխիվ մտնել չմտնելը որևէ ճակատագրական, այսպես ասենք, նշանակություն հայ պատմաբանների համար պատասխանելու համար հարցին եղել է ցեղասպանություն թե չէ չունի։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր ՀՅԴ անդամ պատմաբան Բագրատ Եսայանը, մենք կհանդիպենք չորեքշաբթի օրը, ցտեսություն։